Ինքնավոր դառնալու նպատակով տնից փախչելուց գրեթե 30 ժամ անց 14-ամյա Վահեին գտել են Գառնիում։ Ես ձեն չհանեցի, մի հատ իրան գրկեցի, ինքը հասկացավ, որ աչքերիս մեջ չէր նայում։ Բնականաբար ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Փաշինյանը կրկին կփորձի կարգավորել ԵԱՏՄ-ի հետ խնդիրները, վստահ, որ այդպես փրկում է առաջին հերթին Եվրասիական միությունը։ Քաղաքագիտական կարծիք կա, որ Փաշինյան արևմուտքի դրդմամբ կաթվածահար է անում ԵԱՏՄ-ն։ Հայկական կողմը որոշակի քայլեր է ձեռնարկում հետևողականորեն եւ հորդորող կողմը Եվրամիությունն է։ Հայ ձկնաբույսների բողոքը կառավարությունը լրացնում է 450 միլիոն դրամով, որոշ ձկնաբուծարաններ պետական աջակցություն կստանան։ Փաշինյանը իմանալով, որ կրքեր է բորբոքելու, խոստովանում է, որ աճեցված ձուկ չի ուտում։ Մարդիկ ովքեր ասեն, եթե վարչապետը չի ուտում, մի բան գիտի, որ չի ուտում, մենք էլ ուտենք։ Մինչև երկուշաբթի իրենց խնդիրը լուծելու ժամանակ են տվել կառավարությանը մուլտիգրուպի ընկերությունների աշխատակիցներն ու հեռացել Հանրապետության հրապարակից, պահանջում են բացել իրենց ընկերությունների կապարակնքված դռները։ Դռները բաց են, գնամ իրանց պես աշխատանքի, հարգելիս, ինքը ոնց է եկել աշխատանքի։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, հուլիսի 30-ի նորություններով եթերում Հայլուժն է եւ այսպես Փաշինյանի ԵԱՏՄ-ն կաթվածահար որակելու հայտարարության տակ վտանգավոր խաղեր են տեսնում վերլուծաբանները։ Չեն բացառում, որ Հայաստանի իշխող քաղաքական ուժը արևմուտքի դրդմամբ է պարալիզացնում Եվրասիական տնտեսական միության աշխատանքը։ Փաշինյանը վերջին 2 օրերին վստահեցնում է, որ չի ուզում վնասել ԵԱՏՄ-ն, բայց հայկական ապրանքների վրա դրված սանկցիաներից առաջին հերթին տուժում է հենց այդ կառույցը։ Խնդիրը լուծելու հերթական փորձի համար նա օգոստոսի 6-ին պատրաստվում է մեկնել Ղրղըզստան, մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Ինչու է Փաշինյանը կաթվածահար անվանում այն կառույցը, որի գլխավոր մոդերատորը Ռուսաստանն է։ Քաղաքագետները չեն բացառում, որ ԵԱՏՄ-ն փնովելու հրահանգը Փաշինյանը ստացել է արևմուտքից։ Սուբյեկտներ Հայաստանը հանձնառություն է ստացել պարալիզացնելու Ռուսաստանի առաջնորդած կազմակերպությունները, պնդում է քաղաքագետը։ Իդեպ Ռուսաստանից այդ թեմայով մի քանի անգամ հայտարարություն հնչեցվել է, որ ինտեգրացիոն միավորների խափանման, նրանց աշխատանքի բնականon բնույթի եւ ընթացքի համար խնդիրներ ստեղծելու մասով հայկական կողմը որոշակի քայլեր է ձեռնարկում հետևողականորեն եւ հորդորող կողմը ամենայն հավանականությամբ Եվրամիությունն է։ Ռուսական Իզվեստիայի հետ զրույցում սկանդալային խոստովանություն է արել Եվրախորհրդարանի падգամավոր Ֆերնանդ Կարթայզերը, որը եղել է Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ։ Եվրամիությունը ուժեղ ճնշում կգործադրի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի Ռուսաստանի հետ եւ միանա հակառուսական պատժամիջոցներին։ Իզվեստիային ասել է եվրոպացի падգամավորը։ Հայաստանի ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Հայաստանի վաղեմի հարաբերություններին Ռուսաստանի հետ, այդ թվում անվտանգության ոլորտում, մոտեցնելով իր դիրքորոշումները ԵՄ քաղաքականությանը։ Եվրապադգամավորը նաև խոստովանել է ճգնաժամի դեպքում Եվրամիությունն իրականում ի վիճակի չէ որևէ էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Հայ փորձագետները նկատում են, հին աշխարհամասի շուկան անհասանելի է հայկական ապրանքների համար եւ դա հասկանում են նաեւ Հայաստանի կառավարական շենքերում նստածները։ Հեքիաթը դա փոքրիկ միֆեր են, որոնք հանրային մեդիաներով այսպես հանրայնացվում են, ներկայացվում են հասարակությանը, բայց գյուղացին ապրանքը կամ բիզնեսը ապրանքը չի կարողանում հասցնի շուկաներին։ Գումարը այդ շուկաները պատրաստ չեն այդ ապրանքը ընդունելու, ավելի ասեմ, չեն սպասում այդ ապրանքին։ Փաշինյանին սպասում են, իր իսկ խոսքով կաթվածահար ԵԱՏՄ-ում դեռ պարզ չէ, բայց ԿՊ ղեկավարը պատրաստվում է օգոստոսի 6-ից 7-ը մասնակցել Բիշքեկում ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին ու ասել, դե ֆակտո կաթվածահար վիճակում է ԵԱՏՄ-ն։ Մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Դա դժբիտ է առաջացնում, որովհետև Հայաստանի տնտեսության չափը ԵԱՏՄ ընդհանուր շուկայով տնտեսության մեջ շատ փոքր է։
Շուկան նաև գեոպոլիտիկա է, ասում է Ալեն Ղևոնդյանը, ու աշխարհաքաղաքական այս խաղում առևտրային պատժամիջոցներով Մոսկվան ուզում է պարզել. ի վերջո, ում կողմից է Երևանը, Ռուսաստան-Արևմուտք թեժ առճակատման պահին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները սրվելու են։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ինվենտարիզացիա է անում նաև հասկանալու համար այդ սրման ժամանակ ով իր հետ է, ով իր հետ չի։ Եվ քանի որ ըստ քաղաքագետի հունիսի 7-ից հետո Փաշինյանի լեգիտիմությունը կասկածի տակ են դնում Ռուսաստանում, Պուտինը Փաշինյանին առաջարկում է հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանի ժողովրդին հանրաքվեի միջոցով հարցնել՝ ԵԱՏՄ թե Եվրամիություն է ուզում։ Եթե ասում են եկեք հանրաքվե անեք, այստեղ մեծ ուրիշ հարց առաջանում։ Նշանակում է, որ իրեմս գործող վարչապետի չեն տեսնում այն քաղաքական որոշում ընդունող լեգիտիմ միավորը, որի հետ իրենք հետագայում կարող են աշխատել։ Դա շատ տրամաբանական է, այստեղ դավադրություն, դավաճանություն, էմոցիոնալ բովանդակությամբ ընդհանրապես թեզեր չկան։ Իդեպ, ռուսական Իզվեստիայի զրուցակից Եվրապադգամավոր Կարթայզերը կարծում է, որ Բրյուսելն օգտագործում է Հայաստանին սեփական հակառուսական շահերը առաջ տանելու համար, բայց հնարավորություն չունի պաշտպանել Երևանին հնարավոր ծանր հետևանքներից։ Կարնե Մանգասարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Ռուսական շուկան կորցրած հայ ձկնաբույսներին Նիկոլ Փաշինյանն այսօր կշտամբել է մխիթարել, հետո մեղադրել ու հարկատուների գրպանից 450 միլիոն դրամ աջակցություն խոստացել, հավանաբար բողոքի ձայները լռեցնելու համար։ Անգամ կասկածի տակ է դրել Հայաստանում ձկնամթերքի արտադրության անհրաժեշտությունը, ասել, որ ինքը աճեցրած ձուկ չի էլ ուտում։ Մի խոսքով կառավարության այսօրվա նիստում Փաշինյանի հայտարարություններից տպավորություն էր, թե ձկնաբույսներն են մեղավոր, որ Ռուսաստանն արգելում է հայկական ձկնամթերքի ներմուծումը։ Քաղաքացիները զարմանում են, պետության ղեկավարի գործը քաղաքացու խնդիրները լուծելն է, թե խնդիրներ ստեղծելը ու դրա համար քաղաքացուն մեղավոր նշանակելը։ Արարատի ու Արմավիրի ձկնաբույսները պետական աջակցություն կստանան։ Իշխանի եւ թառափի բուծմամբ, ինչպես նաեւ բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ Ռուսական շուկան կորցրած 135 ձկնաբուծարանի է որոշել գումար տալ կառավարությունը 450 միլիոն դրամ իշխան, թառափ, բեղմնավորված ձկնկիթ արտադրողներին։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ փոխհատուցման ձևով։ Փոխհատուցում կստանան այն ընկերությունները, որոնք այս տարվա առաջին կիսամյակում Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության ստանդարտներին համապատասխան կեր են գնել։ Գներ իջեցնել եւ դրանով նաեւ մենք կարծում ենք սպառումը ավելացնել։ Լավ է, որ մենք այս իրավիճակում մեր տնտեսության տարբեր ճյուղերին աջակցում ենք։ Լավ է, բայց ես հարցեր ունեմ։ Բայց մեզ պետք է ձկնաբուծությունը։ Ես խնդրել էի Պեկին, ինձ հետաքրքիր էր, օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացվում։ Նիկոլ Փաշինյանը կշեռքի մի նժարին է դրել ձկնաբուծությունից տարեկան գոյացող հարկը 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Մյուսին դրա համար ծախսվող ջրային ռեսուրսը։ Այս ընթացքում ինչա տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ Ձկնաբուծության համար աննախադեպ քանակի անգին ռեսուրս, արտեզյան ջուր ենք ծախսել։ Ջուր եմ պահանջում, բայց ըստ Փաշինյանի դրան համարժեք եկամուտ չենք ստացել։ Կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետքա գնանք, կամ էլ Ռուսաստանի ինչին է պետք հայկական ձուկը, զարմանում է Փաշինյանը։ Աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Այս ի՞նչ է նշանակում։ Չէ, լավ է, գոհ եմ։ Բայց պետք է սրա քշիրը հասկանանք։ Ու հետո, ինքն առանձնապես Հայաստանում բուծվող ձկների սիրահար չէ, դրանց որակը կասկածելի է թվում նրան։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Սկանդալային խոստովանությունը գերեզմանակար է, որը վարչապետը դրեց հայկական ձկնարտադրության վրա, ահազանգում են արտադրողների ու սպառողների իրավունքների պաշտպանները։ Ինչ ուզում է լինի, երկրում կան մարդիկ, ովքեր կասեն, եթե վարչապետը չի ուտում, մի բան գիտի, որ չի ուտում, մենք էլ չուտենք, ուրեմն հաստատ մի խնդիր կա։ Փաշինյանը մեկ նախադասությամբ հարվածեց հայկական արտադրության ձկնամթերքի թե ներքին, թե արտաքին սպառմանը։ Նկատում է իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Եթե մինչև հիմա 1% հույս կար, որ ռուսական շուկայից զրկված հայկական ապրանքը կարող է հայտնվել եվրոպական խանութներում, Փաշինյանը այդ հույսն էլ թաղեց։
Այլևս ներմուծող երկրներն իմանում են, որ Հայաստանից արտահանվում է այնպիսի որակի ձուկ, որը իրենք չեն սպառում։ Այնքան Մի վնասիր սկզբունքն է խախտել կառավարության ղեկավարը, եթե անգամ նրա բարձրացրած հարցի մեջ ռացիոնալության հատիկ կա, նկատում է Պիպոյանը։ Հա, քանակը նվազեցնում։ Եվ հետո, ով է պատասխանատու երկրում անորակ ապրանքի համար։ Վերջը չպետք է մոռանանք, որ մենք գործ չունենք մեկ ժամվա կամ մեկ օրվա կառավարության հետ։ Մենք վատ արտադրողներ ունենք, բայց այդ վատ արտադրողների գործունեությունը պետք է անդրադարձ կատարվեր ոչ թե այսօր, այլ 8 տարի ուր էին։ Ներողություն, եթե դու ունես վատ արտադրող, նորմալ է, մի անգամ ասում ես, դու ունես ինձ անվտանգության տեսչական մարմին, որ պետք է գնա այդ վատ արտադրության գործունեությամբ զբաղվի։ Հիմա երբ որ դու նորից ասում ես այդ խնդիրն ունես, դա նշանակում է որ օրեն հիմնարկվել չունես, դու ունես վատ արտադրող, ունես վատ վերահսկող, եթե դու ունես վատ արտադրող, վատ վերահսկող ու այդ ամեն ինչը քո կառավարման ներքո է, հետեւաբար վատ կառավարիչ էլ դու ես։ Մարդիկ գալիս են մեր մոտ, կառավարության մոտ ցույց են անում։ Փաշինյանը համաձայն չէ։ Մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ։ Ձուկ բուծողն է մեղավոր իր ապրանքի որակի համար։ Ու շատ էլ լավ է, որ Ռուսաստանը փակել է ճանապարհը հայ արտադրողի առաջ։ Ըստ Փաշինյանի, սահմանափակումները ոչ թե ճգնաժամ են, այլ հնարավորություն ապրանքի որակի ստանդարտները վերանայելու մասին մտածելու համար։ Էլ չեն կարա գան ասեն, գիտեք, լավ էլի 2018 թվից տասնյակ անգամ է լավ էլի բան էս արցակուրտները թող անցնեն բան սեպտեմբերին կանդրադառնանք սեպտեմբերին հազիվ տենց տացը բանն էլ նորմալ վիճակում են եկեք ձեռ չտանք կանդրադառնանք շատ լավ դե արցակուրտները գալիս են հետո ազգային ժողով հարց ու պատասխան մի քիչ ներվայնանալ մոռանալ բան անել հոպ գալիս է նոր տարին դե լավ դե նոր տարին տոները բան մարդիկ առևտուր են անում կոնյակ բրենդի բան առնում են լավ եկեք բան չանենք եւ այլն ու տենց հետո ինչն է գալիս հետո գալիս է զատիկը հետո արցակուրտները նորից սկսում են եւ այլն Եվ ուրեմն քանի կոպեկ արժի կառավարության աջակցությունը Բաբկեն Պիպոյանի կարծիքով դա պարզապես փողի վատնում է անարդյունավետ ծախս Ուղղակի ասում ենք փողը վառում ինչա նշանակում մեր ապրանքը վատնա մենք իրան փող ենք տալիս Աղքատության համար աղքատն է մեղավոր, ձմռանը մրսելու համար թոշակառուն, ռուսական շուկան կորցրելու համար ծաղիկ, ձուկ, լոլիկ արտադրողը, քաղաքացիներն ապշած են։ Փաշինյանին մանդատ են տվել, որ իրենց խնդիրները լուծի, թե խնդիրներ ստեղծի ու դրա համար մեղավոր նշանակի իրենց սովորական քաղաքացիներին։ Թերեզա Կադաևչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ 6 ամսով արգելվել է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում ԵԱՏՄ երկրներից, այս մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։ Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից մայիսի 22-ից մինչև հուլիսի 22-ը ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է մոտ 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է մոտ 7000 տոննա, ամբողջությամբ ԵԱՏՄ անդամ պետություններ։ Այսօր կառավարություն բողոքելու են գնացել վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, ըստ նրանց ոչ բոլոր վարորդներն են հնարավորություն ստանում առանց որակավորման քննություն հանձնելու 50,000 դրամ պետական տուրք վճարելով վերականգնել վարորդական իրավունքը։ Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը, որ դեռ անցած տարի պնդում էր, թե վարորդների 95%-ը նորմալ մեքենա վարել չգիտի եւ խփում են պատերին, նախընտրական շրջանում առաջարկեց մեղմացնել վարորդական իրավունքը վերականգնելու պայմանները։ Հետո ազգային ժողովը ընդունեց համապատասխան օրենք, ըստ որի այդ հնարավորությունից կարող են օգտվել 2020-ի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկվածները։ Դա հարուցել է մինչև 2020 թվականը վարորդական իրավունքից զրկվածների զայրույթը։ Մարդիկ նաև բողոքում են, որ վարորդական իրավունքը չեն կարողանում վերականգնել այն քաղաքացիները, որոնք դրանից զրկվել են Արցախում։ Քաղաքի տոններ, այդ օրը վարչապետին ու անդադ ուզում էի ասում վարչապետ խնդրում եմ ներեք, որ ներեր, դաժե չթողեցին, վարչապետն է կանգնավ, ասենց ասեց, էստեղ խոսանք, այս պահին, ասում եմ լավ, մի ուրիշ պահին, բայց խնդրում եմ ներեք։ Իսկ չներես փաստը։
Նայեք, հարգելիս, ներես ոմանց նույն խախտումը արել ենք երկուսով, ոնց որ ես 20 թվին զրկված եմ, ինքը 18 թվին իրան չեն տալիս, ասում են դու չէ, 18 թվին Հայաստան չի ելե։ Այսինքն ընտրազանգված հավաքել։ Դուրս է գալիս Հայաստան չի ելե 18 թվին։ Խի 20 թվին տալիս է 18 թվին է տվեք։ Կառավարության բակում այսօր հնչել է նաև մուլտիգրուպի ընկերությունների աշխատակիցների բողոքի ձայնը։ Նրանք պահանջել են վերաբացել իրենց աշխատավայրերը, նշելով, որ չեն կարողանում վարձերը տալ, վարկերը մարել։ Ընկերությունների տնօրենները հանդիպել են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Նազարյանի հետ, բայց այդպես էլ խնդրի լուծման հստակ ժամկետներ չեն լսել։ Հեռացել են կառավարության բակից, ժամանակ տալով կառավարությանը մինչև երկուշաբթի։ Նիկոլ Փաշինյանի պես այս մարդիկ էլ ուզում են ամեն առավոտ արթնանալ ու գործի գնալ, ինչպես անում էին, երբ դեռ կապարակնքված չէին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունների դռները։ Դռները բաց են։ Գնամ իրանց պես աշխատանքի։ Հարգելիս, ինքը ոնց է եկել աշխատանքի։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի։ Հեն ազգի պահապանները, ես ոստիկաններին ազգի պահապան եմ ասում։ Եկել են աշխատանքի, որտեղ հանգարց միջադեպեր չլինի, չէ։ Ես էլ ուզում եմ գնամ իմ աշխատանքի, երեխուն մարզեմ, վայ։ Էրիկ Օհանյանը խառը մենամարտերի հրահանգիչ էր Օլիմպիավան մարզահամալիրում։ Հունիս, հուլիս, արդեն 2 ամիս փող չի ստացել։ Հարգելի կառավարություն, ինչ գիտեք, ովս ում ենք ընտրել։ Չէ, եթե ուզում եք ինչ-որ մեզ դաղեք, չէ, կներեք, մեր տուն արդեն մտակ, ինչա նշանակում մեր տուն մտակ, հիպոթեկս չեմ կարում փակեմ, ինչ անեմ, խնդրում եմ սառացրեք, ասում եմ չեմ կարող, ասում եմ լավ, որ ես մահանամ, ինչ եք անելու, տունը գալու եք վերստեք, ասում եմ չէ, երամի ժամանակ, ժառանգետ կամ վաճառումատունը կամ, ասում եմ մահացել եմ, երեխեք մահացել եմ, չէ, աշխատանքի բերումով մահացել եմ, հիմա Օլիմպիավանով ես, չէ, ինձ վարկ տվի, խի չեք կարում սառացնեք, չի կարում, ասում եմ սև ցուցակ։ Բացեք Օլիմպիավանը գոնես օգոստոսի 1-ից։ Մենք անցնենք մեր աշխատանքին, երբ էլ ձեզ պետք է ինչ-որ զննում եք, հնում եք, չգիտեմ ինչ եք անում, ձեր աշխատանքը չի խոչեն դոտում մեր աշխատանքին։ Ծառուկյանի ընկերությունների փակվելու պատճառով հազարավոր ընտանիքներ են մնացել առանց օրվա հացի։ Այսօր 3 հոգի։ Այս մարդն էր Օլիմպիավանում աշխատում, որդիներն էլ, ինքը մեծերին էր մարզում, որդիները փոքրերին։ Ես հասկանում եմ պետական հարցեր կա, դա ասենք իրանց հետ է կապված, բայց ես որպես աշխատող իմ համար անհասկանալի է ինչի եմ ես ու իմ 2 տղաները այսօր անգործ։ 2 օր առաջ վարկը փակելու համար ստիպված պարտք է վերցրել, բայց ինչու, եթե ուներ սիրած գործ։ Նոր աշխատանք գտնելը Հայաստանում այդքան հեշտ է։ Ես կոնկրետ ունեմ վարկ, դիմեցի բանկին, բանկն ասեց մեր պրակտիկայի մեջ նման բան չկա, մենք ձեզ ոչինչով չենք կարող օգնենք։ Այսինքն ինչ եմ անում, պարտք եմ արել, տարել եմ բանկի փողը, տվել եմ, որ չընկնեմ սև ցուցակ։ Մարդիկ շատ անորոշ վիճակի մեջ են, չգիտեն, նոր աշխատանք ման սպասեմ։ Անորոշության մեջ են նաև Օլիմպիավանի հաճախորդները, որոնք թանկարժեք փաթեթներ էին գնել ու հիմա չեն կարողանում մտնել մարզասրահներ։ Մոռացեք այդ ամեն ինչը։ Ձեր մուծածները ինձ թվում է կորելու է կամ էլ եկեք պահանջեք։ Թող իրանք պատասխանեն։ Ընտանիք կա, որ ամբողջ ընտանիքով փաթեթ են վերցել տարեկան, հարգելիս։ Միլիոն քանի 100,000 դրամից եմ խոսում։ Օլիմպիավանում մարզվում էին տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնությունների պատրաստվող երեխաներ։ Հիմա նրանք մարզավիճակից ընկել են, մտահոգվում են մարզիչները։ Մարզիկներն էլ ոչինչով չեն զբաղվում, քանի որ չունեն միջավայր։ Կոնկրետ մերը լողավազանն է, որտեղ տանենք այդ երեխաներին, որ մարզվեն։ Լողան։ Մեզ լողավազան է հարկավոր։ Շաբաթ օրը հրավիրում եմ ձոր բոլորիդ, եկեք նայեք ոնց են աշխարհի մրցումներին պատրաստվում։ Ես sense բան մեկ է տեսել եմ 91-2 թվականներին։ Եվրոմոթորսի տնօրեն նահազանգում է, որ ընկերություններում ջրի խողովակ է պայթել, կարևոր պահեստամասեր են փչացել։ Մենք շատ մեծ գորուսներ ենք, ասինքն 3 իմացանք, որ մեր մոտ ինչ որ ջուրի խողովակ է դրակել եւ ունենք աղին պահեստամասեր, շինզու մեղադրանքներով եկել են ներխուժել են եւ արգրավել են մեր սերվերները, մեր կոմպյուտերները եւ մեր աշխատանքը խափանել են, ինչպես գիտեք, մենք միջազգային BMW, Mini եւ Rolls-Royce-ի ներկայացուցիչ ենք, այս մեկը նաեւ Հայաստանի վարկը գցում է քեդին։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտնում են կառավարություն իրենց բողոքն ու պահանջները ձևակերպելու։ Մի քանի րոպե անց դժգոհ դուրս են գալիս, ներսում բողոքը լսել են, հարցերին չեն պատասխանել։ Ցուցարարները կառավարությանը ժամանակ են տալիս մինչև երկուշաբթի։ Ասում են, եթե իրենց հարցը լուծում չստանա, կվերադառնան կառավարության մոտ ու չեն հեռանա։
Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Դատախազությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով սկսել է զբաղվել միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի ղեկավարի նախկին պաշտոնակատար Լիպարիտ Դրմեյանով։ Այսօր ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ նրա դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում, ակնարկելով, թե պաշտոն զբաղեցրած ժամանակ Դրմեյանը Սամվել Կարապետյանի քաղաքական շահերն է սպասարկել։ Որպես ապացույց Փաշինյանը նշել է, որ Լիպարիտ Դրմեյանին աշխատանքից ազատելուց հետո նա ընտրություններին մասնակցել է Միասնության թևեր կուսակցության ցուցակով։ Դրմեյանին Փաշինյանն աշխատանքից ազատել էր, որովհետև միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակը հեծը Սամվել Կարապետյանից խլելու վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը մեկնաբանելիս կառավարության հայտարարությանը հակասող հայտարարություններ տարածել, պնդել, որ կառավարությունը պարտավոր է կատարել արբիտրաժային դատարանի որոշումը։ Ես իրավապահ մարմիններին եմ դիմում, որևէ մեկը քննել է, հետո գնաց մի ամսից հայտնվեց Եռագլուխ կուսակցության պոչում։ Որևէ մեկը քննել է, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա, ինչ կապեր են գործը։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին, հնարավոր, չգիտեմ։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Կառավարությունը ԵՍՄ ստիպված է լինելու հերքել իր հայտարարությունները։ Փաշինյանին Facebook-ում արձագանքել է Լիպարիտ Դրմեյանը։ Ես գործել եմ հանուն մեկ սուբյեկտի եւ այդ մեկ սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, վստահեցնում է Դրմեյանն ու նկատում, որ այս ամենը հետևում է իր քաղաքական ակտիվությանը, հատկապես սահմանադրական դատարանում իրենց ներկայացրած փաստարկներին, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս, թե ֆինանսական, ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ինչպիսի միջոցներ են կիրառվել ԿՊ-ի կողմից ընտրությունների ամբողջ ընթացքում, գրել է Դրմեյանը եւ համոզմունք հայտնել, թե իրավունքը եւ արդարությունը գերակայելու են, իսկ հանրությունը տեսնելու է, որ կառավարությունը դու չես։ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման փոխարինվել է տնային կալանքով, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, տեղեկացնելով, որ Աշոտյանի անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։ Աշոտյանը կալանքում է հունիսից Երևանի Բրիսովի անվան լեզվաբանական համալսարանի գույքի օտարման շուրջ քննվող գործով։ Քննչական կոմիտեն պնդում է, որ խոսքը համալսարանի անշարժ գույքը պետական սեփականությունից դուրս բերելու ենթադրյալ սխեմայի մասին է։ Մինչ այդ էլ Աշոտյանն ավելի քան 1 տարի կալանքում էր բժշկական համալսարանի հետ կապված մեկ այլ քրեական գործով։ Հակակոռուպցիոն դատարանը ՀՕՀԻԴ անդամ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանքը։ Երեկ էր Նախշքարյանը ձերբակալվել իր տնից, տեղափոխվել հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության։ Նախշքարյանին մեղադրանք էր առաջադրվել ընտրակաշարք տալու մասին հունիսի 6-ին տարածված ինչ-որ ձայնագրության հիման վրա։ Նրա փաստաբանը քաղաքական հետապնդում էր անվանել Նախշքարյանի դեմ հարուցված գործը։ Իդեպ այսօր հերթական ձերբակալությունն է եղել Գյումրիում, վաղ առավոտյան ձերբակալել են Հայաստան դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանին։ Նոր ազգային ժողովի առաջին նիստից 3 օր առաջ դատարանը եւս մեկ ամսով երկարաձգել է Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Սա այն դեպքում, որ Արթուր Սարգսյանի պատգամավորական անձեռը մխելիությունը վերացված չէ։ Բագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների գործով դատական նիստին լարված խոսակցություն է եղել Արթուր Սարգսյանի եւ դատավորի միջև։ Նա առաջարկել է դատավորին առհասարակ չքննել իրեն տնային կալանքից ազատելու միջնորդությունը, վստահ լինելով, որ որոշումն արդեն կայացված է։ Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանն առաջարկում է չքննել իր խափանման միջոցը փոխելու հարցը, քանի որ ըստ դրա դատարանը վաղուց որոշում ունի իրեն պահել տնային կալանքում։ Հիմա այս միջնորդությունների իմաստը որն է, որ մենք այս թատրոնի դերասած ենք, դուք որոշել եք պետք է մնան մի անգամից կարասը տվեք վերջացնեն գնան։ Իմաստը որն է, դասակազը դուրս գա, կարտա Արտևանյանը միջնորդություն անի, բոլորը լսեն, սենց լավված վերջում ասեք, Արթուր Սարգսյանը պետք է մնա տնային կալանքի։ Այդուհանդերձ փաստաբան Արամ Վարդևանյանը նորից միջնորդություն է ներկայացնում անհապաղ վերացնել պատգամավորի կարգավիճակ ստացած Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Միջնորդությունը սակայն այս անգամ էլ մերժվում է։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը մեկ ամսով երկարաձգում է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Անփոփոխ են մնում երկրից բացակայելու արգելքն ու 20 միլիոն դրամ գրավը։ Արթուր Սարգսյանը ազգային ժողովի առաջին նիստին կարող է գնալ իրավապահների ուղեկցությամբ։ Արթուր Սարգսյանը տնային կալանքի պայմաններում ստացել է մանդատը ժողովրդից։ Հիմա ուզում եմ հարց տամ, դա իրավաչափության պայման չի փոխում։ Արամ Վարդևանյանի խոսքով իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ է ցուցաբերել կալանավորման ավելի քան 1 տարվա ընթացքում եւ անհիմն է Կարեն Ֆարխոյանի մտահոգությունը, թե Արթուր Սարգսյանը կարող է շեղվել մեղադրյալի պատշաճ վարքագծից։ Սրբազան պայքարի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը չի բավարարում նաև Վահագն Չախալյանի տնային կալանքը վերացնելու փաստաբանի միջնորդությունը։ Այսինքն պետք է Վահագն Չախալյանին շարունակեն տնային կալանքի տակ պահել։ Նա տնային կալանքում կմնա մինչև սեպտեմբերի 4-ը։ Դարություն նստած բոլոր անմեղները արդարացվելու են։ Լավ, բայց այդ փոխհատուցումը, որ ռեալիզացիա շրջանը գա, այդ գումարը չի կարող փոխանել այս մարդու, հոգեկան ապրումները, այս մարդու երեխաների ապրումները։ Ընտանիքը կերակրելու խնդիր ունի Վահագն Չախալյանը, հիշեցնում է փաստաբանը։ Որպես հայ մարդ դուրս խնդիր ունի ընտանիքը պահելու։ Այս ամենից զատ պատվարժան դատարան, վերջապես 1 տարի 1 ամիս հետո լավ հետ չնվազեց այս Վահագն Չախալյանի կողմից ենթադրյալ խոչընդոտելու հանգամանքը կամ այլ հանցանքատելու հանգամանքը։ Չախալյանին տնային կալանքում թողնելու որոշումից հետո դատարանը նրան խոսելու իրավունք չի տալիս։ Դատավորը պահանջում է անջատել նրա խոսափողը։ Վահագն Չախալյանին սակայն չի խանգարում իր մտքերը բարձրաձայնել առանց խոսափողի։ Սրանով սահմանափակվեցին։ Փաստաբանները շարունակում են պնդել, Սրբազան պայքարի գործը քննող դատավորը ճնշումների տակ է։ Անցած շաբաթ կարգապահական նախազգուշացում է ստացել բարձրագույն դատական խորհրդից։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահիմյան, Հայլուր։ Դա խայտարակություն է եւ ամոթ դատական նիստի ընդմիջման ժամանակ վեհափառին ազգային ժողովի առաջին նիստին չհրավիրելուն այսպես է արձագանքել Բագրատ Սրբազանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ եկեղեցու դեմ այս արշավի պատճառով մեր հայրերը նզովելու են մեզ։ Իդեպ Բագրատ Սրբազանը այսուհետ կիրակնորյա պատարակներին չի մասնակցի մայր տաճարում։ Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի կիրակնորյա պատարակների մասնակցության վայրը։ Սրբազանն այսուհետ Սուրբ պատարակի կմասնակցի Կոտայքի մարզում գտնվող Գեղարդավանքում։ Նախ խայտարակություն է դա եւ ամոթ, դարերի ամոթն է եւ ես վստահ եմ նաեւ մեր հայրերի նզովքն է իրենց ուղեկցելու։ Իրենց դժբախտությունների նաեւ պատճառն է դառնալու բոլոր առումներով այն բոլոր իմաստներով, ինչ որ բերել են մեր ժողովրդի գլխին որպես ողբերգություն։ Երկրորդ, Սուրբ Գիրքը շատ հստակ սահմանում է Աստծո օծյալի դեմ, երբ գործում ես, պատիժն էլ չի ուշանում, ինչ տեսքով կլինի այդ պատիժը, միայն Աստծուն է հայտնի, բայց Սուրբ Գիրքը լրիվ պատմում է մեզ դրա մասին։ Եվ հետևաբար, սա ուղղակի զգուշացում է իրենց, ինչ որ հիմա անում են, ինչ որ հիմա գործում են, իրենց դիվական մտքով, ժողովուրդն է քաշելու այս բոլորի պատասխանը տալու եւ ժողովուրդն էլ հիմա պարզապես կոչված է ընդվզելու, ուղղակի ընդվզելու։ Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Էջմիածնում։ Ըստ մեղադրանքի Գարեգին II-ը որպես Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ իր ծառայողական լիազորություններն օգտագործելով խոչընդոտել է դատարանի հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման կատարմանը։ Խոսքը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույց հայտարարելու որոշմանը։ Արա Զոհրաբյանը հայտարարության մեջ նշել է, որ քրեական հետապնդումն ապօրինի է եւ ներկայացրել իր գնահատականները եկեղեցու եւ պետության հարաբերությունների, ինչպես նաեւ վերջին տարիներին հայ առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացված իր խոսքով ճնշումների վերաբերյալ։ Փաստաբանը նաեւ պնդել է, որ գործը դուրս է մեկ քրեական վարույթի շրջանակից եւ ունի պատմական ու ազգային նշանակություն։
Եվ մինչ թողարկման երկրորդ մասին անցնելը օրվա պատմություն է։ Տնից փախչելուց գրեթե 30 ժամ հետո են 14-ամյա տղային գտել Գառնիում սարերում գտնվող մի կիսաքանդ եկեղեցում։ Նա չորեքշաբթի առավոտյան էր Երևանի իրենց բնակարանից դուրս եկել գրություն թողնելով, որ գնում է ճգնելու, իրեն չփնտրեն։ Երեխայի մայրը պատմել է, որ 14-ամյա Վահեն ինքնուրույն է սկսել հետաքրքրվել հոգևոր կյանքով։ Սուրբ Սարգիս եկեղեցու դպիրն է եղել։ Մոր խոսքով երեխային ոգևորել են սրբերի պատմությունները, հատկապես Մարիամ Եգիպտացու ապաշխարության դրվագը։ Իդեպ Վահեի փախուստում նմանություններ կա Մարիամ Եգիպտացու պատմության հետ։ Նա էլ է տնից դուրս եկել ճգնավորության նպատակով, ընդամենը 3 կտոր հաց վերցնելով իր հետ։ Ճգնավոր դառնալու համար ընտանիքից թաքուն միայնակ Գառնիի սարերը բարձրացած 14-ամյա Վահեն լայն ժպիտով է դուրս գալիս ոստիկանության շենքից, ավելի քան 3 ժամ հարցաքննությունից հետո։ Ուղղակի որոշեցի գնամ մի քիչ մանգամ, հետո էլի հետ կամ։ Ասում է իրեն լավ է զգում, գել ու գազանի չի հանդիպել գիշերը, մի քերծվածք էլ չունի։ Գիշերը մնացել եմ, տենց մի քանի ժամ քնել եմ, հետո էլի զարթնել եմ։ Չես վախեցել, որ այդտեղ կան գազաններ, չգիտեմ։ Չէ, գազաններ չկան։ Գրկախառնվում է ոստիկանության բակում իրեն սպասող ընկերների ու եղբոր հետ եւ հեռանում։ Մայրը Գայանեն թեթևացած շունչ է քաշում։ Ասել, բա ո՞նց հաց չես կերել։ Ասում է, ես կուշտ էի։ Պետք չէր, որ ես հաց ուտեի։ Ես անընդհատ այնքան կուշտ էի, ոնց որ ինչ որ շատ բաներ կերած լինեի։ Հետո էլի, չգիտեմ, իմ այդ երեխեն ոնց ազգացել, ես դա չեմ կարող էլի զգամետ ինքն ազգացել։ 14-ամյա Վահեին Գառնիի սարերում այս կիսաքանդ եկեղեցում են գտել։ Գառնեցի մի տղամարդ է նկատել տղային, միանգամից ճանաչել համացանցում տարածված լուսանկարով։ Պատմում է Վահեի հայրը, որ ամբողջ գիշեր աչք չի կպցրել։ Պատահական մարդ գտել է ու ձեռքից բռնել է, ինքը բայց չի բան արել։ Չի ընդդիմացել, հա։ Ու ինքն է զանգել եղբորը, ասել է լավ, ես իջնում եմ արդեն։ Իրավապահները պատանուն միանգամից տարել են ոստիկանություն հարցաքննության։ Դպիրի հագուստ, մի ավետարան, 3 կտոր հաց, անձեռոցիկ, մի շիշ ջուր է եղել տնից փախած տղայի պայուսակում։ Ոստիկանության շենքի բակում լրագրողներին ցույց է տվել մեծ եղբայրը։ Ամբողջ գիշերը չենք քնել, առապել ենք։ Վահեն հուլիսի 29-ի առավոտյան ժամը 10-ի սահմանում է տնից դուրս եկել մորը պինդ, շատ պինդ գրկելուց ու աշխատանքի ճանապարհելուց հետո։ Առավոտյան ես աշխատանքի էի գնում, ինքը շատ ուրախ էր։ Ինձ փաթաթվեց, պաչեց, Հա, միշտ ես եմ իրան փաթաթվել, պաչել, բայց այդ օրը մի ուրիշ ձևով ինձ փաթաթվեց, պաչեց, գրկեց։ Ես էլ իրան գրկեցի, Վահե ջան ասեցի, դե գնում եմ ես աշխատանքի, մինչև կվերադառնամ։ Բայց ով կմտածեր, որ բան կանի, կգնա կկորի տնից։ 9 էջանոց նամակ է թողել տանը։ Ուզում եմ ճգնավոր դառնալ, էլ տուն չեմ գալու, ինձ չփնտրեք, Գառնու սարերում եմ լինելու։ Այս տողերից են ծնողները հասկացել, Գառնիի կողմ է գնացել տղան։ Իր 9 էջանոց նամակների մեջ մենք գտանք մի հատված, որտեղ գրած էր ես կլինեմ Գառնու սարերում եւ կդիմավորեմ լուսաբացը։ 9 էջանոց նշել է համար 1, H համար 1, H համար 2, ինձ մամային առանձին եղբորը այնտեղ բոլորը չկարդացին, չհասցրեցի, սիրտել չկար։ Երևան գողթ ավտոբուսի վարորդը Վահեի որոնման մասին լուրը կարդալուց հետո զանգել է մորն ու ասել, որ տղան իջել է գողթի 2-րդ լցակայանի մոտ։ Այս տեսագրության մեջ երևում է ինչպես է տղան պայուսակը ուսին քայլում գողթի ոլորաններով։ Գնացել է գողթ գյուղում իջել է, հետո ոտքով գնացել է Գառնի, Սուրբ Սարգիս եկեղեցի ոնց որ թմբի վրա Սուրբ Սարգիս ասած գիշերը մնացել է երևի իր ասելով կես ժամը քնել ու ամբողջ գիշեր մանա եկել մտածել է ու պատճառը էր, երբ որ քննիչը արձրեց, ասեց ուզում էի մենակ մնալ։ Վահեն միշտ է մենակություն սիրել, պատմում է հայրը։ Մեծ տղայի համեմատ ավելի ինքնամփոփ է, բայց ով կպատկերացներ, որ կուզի ճգնավոր դառնալ ու առանձնանալ Գառնիի սարերում։ Ինքը մենակություն սիրող խասյաթ ունի, խորը adekvat երեխա է, ուղղակի մի քիչ փակ է, չի կիսվում։ Դրա համար մենք չէինք հասկանում, որ ցենց բան կարող է անի ինքը։ Մայրը վստահ է, տղան սրբերի մասին պատմություններից է տպավորվել։ Վերջին շրջանում ուսումնասիրում էր Մարիամ Եգիպտացու ճակատագիրը։
5-րդ դարի Սուրբը երիտասարդ տարիքում հեռացել է տնից, գնացել անապատ ու 40 տարի ապրել որպես ճգնավոր, ապաշխարության ու աղոթքի մեջ։ Բայց մտածում եմ, որ այդ Մարիամ Եգիպտացուց էր շատ խոսում, որ ինքը վատ կյանքով է ապրել, հետո ոնց է սրբացել։ Չգիտեմ, իր մեջ շատ ուժեղ տպավորվել էր ու հրեշտակը ասում է, չէ, Մարիամ Եգիպտացուն, որ կգնաս կճգնես, իրան հրեշտակն ասել, ասա, բա քեզ ով է ասել, քեզ ոչ մեկ չի ասել, դու ինչ ես ինքնագլուխ գնացել։ Աստվածաշունչը միշտ Վահեի ձեռքին է։ Տղան միշտ գնացել է Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի քահանան էլ չի կասկածել, թե տղան կարող է ճգնավոր դառնալու ցանկություն ունենալ։ Դե ինքը մանկուց միշտ այդ սեր ուներ էլի այդ գրականությանը եկեղեցու հանդեպ, չգիտեմ, բայց դե չէր կարելի էլի ծնողներին այսքան նեղություն տալ ու գոնե եթե ինքը այդ որոշումը կայացրել էր, գոնե մեզ ասեր, մենք հանգիստ լինեինք, որ ինքը որտեղ է գտնվում, բայց որ չասի ու սենց անորոշ վիճակում ընկնենք իրան մանկակ, այդ շատ վատ բան է, իր արածը շատ վատ բան է։ Վահեն հասկացել է սխալը, վստահ է հայրը, ասում է ոստիկանությունում ամաչում էր նայել իր եւ մոր աչքերի մեջ։ Ես ձեն չհանեցի, մի հատ իրան գրկեցի, ինքը հասկացավ ու աչքերիս մեջ չէր նայում։ Այսինքն ինձ թվում է հասկացա, որ չի կարելի մյուս անգամ։ Բայց վստահ եք։ Չէ, վստահ չենք, պիտի հետևենք, վստահ չենք։ Լիլիթ Գասպարյան, Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Այժմ կարճ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Հնգորիա ռազմական դադարից հետո Միացյալ Նահանգները նորից թիրախավորել է Իրանը։ Պատասխան հարվածները Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ուժերի ուղղությամբ չեն ուշացել։ Ուկրաինան շարունակում է թիրախավորել Վայլբերիզի պահեստները։ Պենզայի մարզի պահեստի վրա հարձակման հետևանքով 1 մարդ վիրավորվել է, 200 մարդ է տարհանվել։ Կիևը հայտնում է ռուսական հրթիռային ու անօդաչուների հարվածների հետևանքով 13 զոհի, 30 վիրավորի մասին։ Եվ ինչպես է Ադրբեջանը միջազգային հանրությանը խաբում օկուպացված Արցախում միլիարդավոր դոլարների ծրագրերով, երբ երկրի մայրաքաղաքում սոցիալական բունտ է հասունանում խմելու ջրի պակասի պատճառով։ Հարցը կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Եվ այսպես Իրանի դեմ հարձակումների հնգորիա դադարից հետո Միացյալ Նահանգները վերսկսել է հարվածները, հիմնավորելով, թե այդպես պատասխանում է Հորդանանում ամերիկյան զորքերի թիրախավորմանը։ Իրանն էլ իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել նորից Հորդանանի ուղղությամբ։ Հնգորիա հրադադարից հետո Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ պատասխանել է Հորդանանում ամերիկյան զորքերի վրա Թեհրանի հարձակմանը։ Ըստ ամերիկյան զինուժի 2 ժամ շարունակ հարվածել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախներին, այդ թվում ռազմական հրամանատարական կենտրոնների, ափամերձ եւ պաշտպանական օբյեկտների։ Վաշինգտոնը հայտնել է Իրանի դեմ հարվածների հաջող ավարտի մասին։ Ըստ տարբեր աղբյուրների, ամերիկյան հրթիռներն արձակվել են Քուվեյթի տարածքից։ Թիրախում են եղել Ղեշմ եւ Քիշ կղզիները, Բանդար Աբաս, Բուշեր, Նուշահր, Սիրիկ եւ Նար Աբաս քաղաքները։ Ամերիկյան հարվածների հետևանքով նույն ընտանիքից 3 մարդ է զոհվել Ղեշմում։ Բնակելի շենքի փլատակներից փրկարարները հանել են նաև երեխաների մարմիններ։ 3 մարդ դեռ անհետ կորած է։ Նուշահր եւ Սիրիկ քաղաքներին հարվածների լուրը Թեհրանը չի հաստատել։ Իրանը պատասխանել է կրկին թիրախավորելով Հորդանանում ամերիկյան ռազմաբազաները։ Հորդանանի հոպը առավոտյան Իրանից արձակված 5 հրթիռ է վնասազերծել։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Վերսկսված ռազմական գործողություններին զուգահեռ X սոցիալական մեդիա հարթակն անորոշ ժամանակով կասեցրել է իրանական 19 լրատվականի անգլերեն, պարսկերեն եւ արաբերեն պաշտոնական էջերի գործունեությունը հրապարակումների բովանդակության ենթադրյալ խախտումների պատճառով։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, թե այդ քաղաքական գրաքննության նպատակը արևմտյան եւ իսրայելական իրականությանը հակադրվող լրատվամիջոցներին լրացնելն է։ Պայթյունավտանգ սրացման ֆոնին Իսլամաբադը հայտարարել է կողմերին շուտապույտ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Պակիստանի ջանքերի մասին։
Իրանի դեմ Միացյալ Նահանգների հերթական հարձակումը հատուկ ռազմավարություն չէ, նկատում են փորձագետները։ Նրանց կարծիքով Վաշինգտոնն ընդամենը հակադարձում է Իրանի հարվածներին։ Որոշ վերլուծաբանների գնահատմամբ էլ ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգներ Իրան պատերազմի հանգուցալուծման երկու տարբերակ կա՝ նոր 10-օրյա զինադադար կամ իսրայելական ուժերի ներգրավմամբ լայնածավալ ռազմական գործողություն, Թեհրանին կապիտուլյացիա պարտադրելու համար։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Կիևի զինված ուժերը շարունակում են թիրախում պահել Վայլբերիսի պահեստները։ Այս անգամ Պենզայի մարզի պահեստն է հարձակման ենթարկվել, աշխատակիցներից մեկը վիրավորվել է, 200 մարդ է տարհանվել։ 13 զոհի 30 վիրավորի մասին է հայտնել Ուկրաինան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին և ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին Կիևում, Լվովում և Ռովնոյում։ Ռազմաճակատից վերջին նորությունները ռեպորտաժում։ Ուկրաինական անօդաչուները գիշերը հարվածել են Վայլբերիսի ևս մեկ պահեստի, այս անգամ Պենզայի մարզում։ Պենզայի մարզպետը հայտնել է, մեկ մարդ վիրավորվել է։ Նրա տվյալով լոգիստիկ կենտրոնի մոտ 200 աշխատակից տարհանվել է։ Պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։ Վայլբերիսի մի պահեստ էլ Ուկրաինայի սահմանից 1200 կիլոմետր հեռու Սարապուլ քաղաքում է թիրախավորվել։ Ընկերության ներկայացուցչի խոսքով աշխատակիցները նախապես տարհանվել էին։ Ուկրաինական տելեգրամալիքները հաղորդում են նաև Կրասնոդարի վրա հարձակման մասին։ Թամանի նավահանգստին հասցված հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթալցման խոշոր համալիրի տարածքում։ Գիշերը ռուսական հոպը 258 ուկրաինական դրոն է ոչնչացրել, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության։ Կրակի տակ են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերը։ Ուկրաինան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռակոծության և անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով 13 զոհ ունի։ Առնվազն 30 վիրավոր կա Կիևում, Լվովում, Դնեպրոպետրովսկում, Պոլտավայում։ Ռուսական բանակն ամենածանր հարվածները հասցրել է Ուկրաինայի նախագահի ծննդավայր Կրիվոյ Ռոգին։ Ուկրաինական կողմի տվյալով այնտեղ 6 մարդ է զոհվել, այդ թվում 3 երեխա, 6-ամյա աղջիկ, 11 և 17 տարեկան տղաներ։ Զոհերի թիվը կարող է աճել, փրկարարները դեռ աշխատում են դեպքի վայրում։ Ուկրաինայի մայրաքաղաքում գիշերը ժամը 1-ից օդային տագնապի ազդանշաններ են միացել, լսվել են պայթյունների ձայներ։ 5 հարկանի չբնակեցված շենք, ավտոկայանատեղի ու շուկա է հրդեհվել։ Լվովում ռուսական հրթիռների հարվածից վնասվել է 2 շենք, հայտնել են ուկրաինական աղբյուրները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի ռազմական օբյեկտներին հասցրած հարվածների մասին է տեղեկացրել։ Կիևում, Լվովում, Ռովնոյում թիրախավորվել են ռազմական օդանավակայաններ և ռազմաարդյունաբերական կենտրոններ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով մինչև լուսաբաց շարունակվել են հարձակումները Թիրկոն, Շահեդ և Իտալմաս անօդաչուներով։ Նաև Իսկանդեր է գործի դրել ռուսական բանակը։ Կիևը վստահեցրել է, որ 358 անօդաչուներից ու հրթիռներից 320-ը որսացել է։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ադրբեջանում սոցիալական դժգոհության նոր ալիք է բարձրանում։ Ադրբեջանական մեդիան վերջին շրջանում պարբերաբար հայտնում է Բաքվում խմելու ջրի հաճախակի անջատումների մասին, ինչը լուրջ դժգոհությունների պատճառ է դառնում։ Եթե նախկինում խմելու ջրի բացակայությունից դժգոհում էին միայն Բաքվի արվարձանների բնակիչները, ապա այսօր օրերով ջրազրկված են նաև մայրաքաղաքի կենտրոնական շրջանները։ Ադրբեջանում ջրի խորացող ճգնաժամն ու դրա շուրջ ներքաղաքական ինտրիգները կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լիլիթ։ Ինչպես են ադրբեջանցիներն արձագանքում այս իրավիճակին ու ինչ են պահանջում։ Լիլիթ, սա Ադրբեջանում արդեն քրոնիկական դարձած սոցիալական եւ ենթակառուցվածքային կոլապս է։ Բաքվի կենտրոնական վարչական շրջանների Յասամալի, Սաբայլի, Նասիմինի եւ Նարիմանովի բնակչությունը ծայրահեղ հուսահատության մեջ են եկել։ Սովորական ադրբեջանցիները գիշերները հերթապահում են մի քանի լիտր ջուր տուն տանելու համար, մինչդեռ ավտոլվացման կետերն ու մասնավոր ջրատարները ստվերային գերշահույթ են ունենում։ Բնակարաններում ջուր չկա, բայց ավտոլվացման կետերը աշխատում են 24/7 ռեժիմով, իսկ մասնավոր ջրատարները իրենց հայտնի աղբյուրներից ջուր են գտնում ու այն վաճառում աստղաբաշխական գներով։ 19 լիտրանոց շշալցված ջրի գինը 4-ից դարձել է 5.5 մանատ, մոտ 1200 դրամ։
Իդեպ Լիլիթ, Ադրբեջանում ջրի հարցը այն եզակի թեմաներից է, որի շուրջ մարդիկ պարբերաբար փողոց են դուրս գալիս կամ փակում ճանապարհներ, օրինակ Սուրախանիում, Գարադաղում, Յասամալում եւ Աբշերոնի այլ հատվածներում։ Պետական ջրային գործակալության արդարացումները տեխնիկական վերանորոգման մասին այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում։ Ըստ էության, այստեղ գործ ունենք պետական մակարդակով խաբեության հետ։ Դեռ 2010 թվականին Օղուզ Գաբալա-Բաքու ջրատարի բացման ժամանակ Ալիևը խոստանում էր 24-ժամյա ջրամատակարարում Բաքվի բոլոր շրջաններում։ Այդ խոստմանը կուրորեն հավատացած բնակիչները նույնիսկ տանիքների ջրի բաքերն էին ապամոնտաժել։ Բայց այսօր այդ նախագիծը փաստացի ձախողված է։ Արման, ստացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում խմելու ջրի լուրջ խնդիր կա, ենթակառուցվածքները քայքայված են, բայց Ադրբեջանի իշխանությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում օկուպացված Արցախում սմարթ գյուղեր եւ PR նախագծեր իրականացնելու համար։ Սա հենց Ալիևյան բռնապետության իսկական դեմքն է Լիլիթ։ Ռեժիմի համար առաջնահերթությունը փաստորեն ոչ թե ադրբեջանցու տարական կենսապահովումն է, այլ արտաքին աշխարհի համար հզոր եւ զարգացած պետության կեղծ պատրանք ստեղծելն ու ցուցադրական PR-ը։ Ըստ էության, բռնազավթած Արցախում կոռուպցիոն գործակներով հսկական ծախսեր են արվում, կարծում են դատարկ օդանավակայաններ ու խելացի գյուղեր, որոնք ոչ մի տնտեսական օգուտ չունեն։ Ավելի հետաքրքիր դեպք ասեմ Լիլիթ, ընդամենը մի քանի շաբաթ առաջ ադրբեջանական պետական ASTV հեռուստաընկերությամբ հաղորդում են ցուցադրել, կներեք, նվիրված օկուպացված Արցախում նոր ջրամբարի կառուցմանը։ Մյուս կողմից Բաքվից ընդամենը 10-15 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև հենց մայրաքաղաքի կենտրոնում, մարդիկ 21-րդ դարում դույլերով ջուր են կրում, իսկ պետական թեժ գծերը պարզապես անջատված են, որ քաղաքացիների զանգերին չպատասխանեն։ Ադրբեջանը փորձում է աշխարհին վաճառել Արցախյան վերաշինման գովազդային փուչիկը, մինչդեռ երկրի ներսում սոցիալ-կենցաղային խնդիրները սրվում են։ Սա ցույց է տալիս, որ Ալիևի իշխանությունը ավազե հիմքերի վրա է։ Չի բացառվում, որ առաջին իսկ լուրջ սոցիալ-տնտեսական ցնցման դեպքում այս քարոզչական փուչիկը կարող է պայթել, որովհետև ծարավ ու հուսահատ ժողովուրդը վաղ թե ուշ պահանջելու է իշխանությունից ապահովել իր ամենատարական կարիքները։ Շնորհակալություն Արման, սիրելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Եվ վերջում մոլեգնող անտառային հրդեհները Հունաստանում 3 հրշեջի կյանք են խլել, նրանցից 2-ը մահացել են Կրետե կղզում, երբ հայտնվել են կրակի 2 օջախների միջև, մյուս հրշեջը զոհվել է Պելոպոնեսում։ Հրշեջների խոսքով ամբողջ գիշեր ուժեղ քամիները խոչընդոտել են հրդեհաշիջման աշխատանքները, կրակի պատճառով Արաբնյա գյուղերից տասնյակ մարդիկ տարհանվել են։ Սիրելի հեռուստադիտողներ, եթերում Հայլուրն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։